Բոլոր նրանք, ովքեր հայտարարում էին, որ Հայաստանի Հանրապետության նախագահի այս ընտրություններն ու քարոզարշավն անցնելու է պակաս հետաքրքիր եւ ոչ ինտրիգային, փաստորեն սխալվեցին։ Հացադուլային քարոզարշավից մինչև արևմտյան քարոզարշավային մեթոդների կիրառում, խիար աճեցնելու տեխնոլոգիայից մինչև բանակի տոնը չհարամելու հորդորներ։ Ահա եւ չուշացավ նաեւ այս ընտրություններում գլխավոր ինտրիգը՝ մահափորձ Հայաստանի Հանրապետության նախագահի թեկնածուի նկատմամբ։ Բարև ձեզ, դուք դիտում եք Արխիվի մեկ օրը։ Երկար տարիներ հետևողական սահմանադրությունը խախտող կուսակցությունը իրավունք չունի մասնակցել ընտրություններում։ Ես պահանջում եմ, որ այդ կուսակցությունը իր ներկայացուցիչով Սերժ Սարգսյանը չմասնակցի ընտրություններին։ Անդրեաս Ղուկասյանի այս պահանջը ոմանք համարեցին անհեթեթ, ոմանք հակառակը բացատրեցին։ Մարդը պայքարում ու քարոզչություն է անում այս կերպ, ամենօրյա բացօթյա ասուլիսներով, օր ու գիշեր բացատրելով։ Ընտրություններ կեղծած իշխանությունները իրավունք չունեն եւ պարտավոր են հանել իրենց թեկնածուին քարոզարշավից։ Այնպես որ հացադուլային քարոզչությունը նորույթ էր հայկական իրականությունում։ Ձեր չափը ո՞րն է? 45։ 45 Լայն ոդկով, այո, ֆորմալ սեր։ Կիսեք ես մեկը։ Ես այս տանրի։ Ես ոստում եմ։ Հաջողություն։ Իսկ ահա նախագահի թեկնածու Ժառանգություն կուսակցության ղեկավար Ռաֆի Հովհաննիսյանը նախընտրական քարոզչություն բերեց արևմտյան երանգներ։ Նա քարոզչությունը նրբորեն զուգորդեց կոշիկներ կամ ասենք կարկանդակ գնելու, մազերը պատահական Բարսավիրանոցում հարդարելու գործողությունների հետ։ Շատերը քննադատեցին, շատերն էլ հիշեցին Օբամային, ով ձեռքով բարևում էր հավաքարարին։ Ինչպես ես լավ ես, ես բարի աբակալին եմ։ Բայց այնուամենայնիվ տպավորություն էր կամ գոնե իշխանական քարոզչամեքենան այդպես էր մատուցում, թե փետրվարի 18-ի ընտրությունները կանխորոշված են եւ գործող իշխանությունը վերընտրվելու հետ կապված լուրջ խնդիրներ չունի։ Չնայած այս ամենին, հատկապես վերջին օրերին Հայաստանի Հանրապետության նախագահի թեկնածու գործող նախագահ Սերժ Սարգսյանը քաղաքացիների հետ հանդիպումների ընթացքում, այն էլ քարոզչության ժամանակ հանպատրաստից ոչ ադեկվատ այնպիսի հայտարարություններ արեց, որոնք մեծ հնչեղություն վայելեցին, հետաքրքրություններ շարժեցին եւ դասվեցին քարոզարշավի ամենահետաքրքիր, այսպես ասած, կիքսերի թվում։ Սա տեղիք տվեց ենթադրությունների, թե ամեն դեպքում գործող իշխանության համար ամեն ինչ այնքան էլ հարթ չէ։ Եռաբլուր Պանթեոն այցելության ժամանակ Սերժ Սարգսյանի իրեն մոտեցող սոցիալական վիճակից բողոքող կնոջը ուղված ոչ այնքան հարիր արտահայտությունը, որը հասցրել էր ֆիքսել Գալանյուսի տեսախցիկը, դարձավ շաբաթվա ամենակարևոր իրադարձությունը։ Մի քանի օր շարունակ տարածվում էին տարբեր սոցիալական ցանցերում, լրատվամիջոցներով ու հնչում տարբեր քննադատություններ։ Տեղի ունեցածը շատ վերլուծաբաններ մեկնաբանեցին այս կերպ. գործող նախագահը չունի մրցակից եւ ինքնավստահությունից ներշնչված է անում բաներ, որ չեն անում առհասարակ։ Եղան նաեւ հակառակ գնահատականները, որ անգամ լուրջ մրցակից չունենալու պարագայում հասարակությունը արհամարում է ընտրական գործընթացները։ Եվ որ Սերժ Սարգսյանը նյարդային ընտրողների հետ հանդիպումների ժամանակ, քանի որ վերնախավում հասկանում են, որ հասարակությունը կարող է փետրվարի 18-ին տխուր անակնկալ մատուցել իշխանությանը, ասենք տանը նստել եւ չգնալ ընտրատեղամաս։ Ընտրող լսարանը դեռ չէր հասցրել մարսել կամ հասկանալ Սերժ Սարգսյանի այս տարօրինակ պահվածքը, երբ գրացվեց հաջորդ դիպվածքը, այս անգամ Տավուշի մարզի Մովսես գյուղում։ Ամեն ինչ սկսվել էր նրանից, երբ Սերժ Սարգսյանը մոտեցել էր ծերունուն ու մեծահոգաբար, ինչպես արվում է միշտ, նախագահական ընտրությունների քարոզարշավի շրջանում հարցրել հայրիկի ողջության մասին։ Իսկ հայրիկը պահը բաց չէր թողել բողոքելու, պատմելու արտագաղթած որդիների մասին ու զավոտ պահանջել Սերժ Սարգսյանից։ Այստեղ արդեն Սերժ Սարգսյանի նյարդերը տեղի էին տվել ու նա անակնկալ արձագանքել էր այսպես. «Այ տենց է կանում, որ խիարը թարս է բուսնում»։ Մեր ընդդիմախոսները ունեն տարբեր իրավունքներ, այդ թվում ունեն իրավունք
բուրըն եւ անհամարժեք արձագանքելու բանջարաբոստանային մշակաբույսերի անվանարկումներին եւ դրանցից սարքելու լուրջ քաղաքական քննարկումներ։ Կարծում եմ դա խոսում է մեր ընդդիմախոսների քաղաքական օրակարգի դատարկության մասին։ ՀՀԿ-ականների այս մեկնաբանությանը զուգահեռ վերլուծաբանները արձանագրեցին Սերժ Սարգսյանի անսովոր պահվածքը նախ եւ առաջ պայմանավորված է մեկ բանով։ Չնայած ամենին, որ իշխանություններն արել են ամեն ինչ, որ այս ընտրությունները արժանանան արևմուտքի հավանությանը եւ որակվեն եվրոպական չափորոշիչներին համապատասխանող, այնուամենայնիվ կա մտավախություն, որ իրենց ջանքերին հակառակ ընտրությունները չեն արժանանա միջազգային հանրության դրական գնահատականին եւ Սերժ Սարգսյանը կկորցնի արևմուտքի ֆինանսական ու քաղաքական աջակցությունը։ Եվ որ ընտրությունների սկզբում ԵԽԽՎ-ի պատվիրակության բավականին կոշտ գնահատականներն են հատկապես, որ միանգամից մտահոգել են իշխանություններին ու լարվածություն են մտցրել նրանց շրջանում։ Ինչպես եք պատկերացնում ապահով Հայաստանը։ Մանրամասն նկարագրված է Սերժ Սարգսյանի նախընտրական ծրագրում։ Բոլորը Սերժ Սարգսյանի արած արտահայտությունների մասին դադարեցին խոսելուց միայն այն ժամանակ, երբ Երևանի կենտրոնում սեփական տան դիմաց կրակեցին Հայաստանի Հանրապետության նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի վրա։ Նրան ուսից վիրավորեցին եւ տեղափոխեցին հիվանդանոց։ Այս զազրելի հանցագործությունը ուղղված է ոչ միայն Պարույր Հայրիկյան նախագահի թեկնածուի, ոչ միայն Պարույր Հայրիկյան պետական գործչի, այլև մեր պետականության դեմ։ Մահափորձից անմիջապես հետո հայ հասարակական քաղաքական դաշտի բազմաթիվ ներկայացուցիչներ հանդես եկան դատապարտող հայտարարություններով։ Իշխանական թևի ներկայացուցիչները ամենաբարձր մակարդակով Հայրիկյանի կյանքի հանդեպ ոտնձգությունը որակեցին սադրանք եւ հենց իրենց ու թեկնածու Սերժ Սարգսյանի նկատմամբ։ Հասկացում եմ օտար պետության ինձ երկար տարիներ հետապնդած գաղտնի ծառայության, ոչ այս պետության Ռուսաստանի, այլ նախին։ Ես հասկացում եմ դրանց գործելակերպի վրա։ Իսկ մահափորձի փաստը ինքնին հետին պլան մղելով այն կատարողների դրդապատճառներն ու պատվիրատուների անձը ուղղակիորեն հարվածեց Հայաստանի միջազգային վարկանիշին եւ կախված Հայրիկյանի ապաքինումից հայտարարվեց նաեւ ընտրությունների հնարավոր հետաձգման մասին։ Այնուամենայնիվ Հայրիկյանը դեպքից մի քանի օր անց արդեն մամլոասուլիս տվեց, այն էլ ոչ հիվանդանոցում։ Ես կարծում եմ ամեն ինչ ասված է, ես եկա ընդամենը ստալու ներկա եմ եւ ներկա եմ ոչ թե քաղաքական դաշտում, այլ նաեւ ֆիզիկապես։ Թող ամեն հայ որ որևէ ահաբեկչություն հայ քաղաքական ճանաչել իր ուղուց, իր բնականon ուղուց չպետք է շեղի եւ ամեն մեկս մեկ անելի։ Մինչև ընտրությունները ինչ նոր զարգացումներ են սպասվում մեզ կամ կլինեն արդյոք այդպիսին։ Ցավոք ոչ ոք բացառել չի կարող։ Քանի որ մենք ապրում ենք այնպիսի Հայաստանում, երբ բարի ուղիղ իմաստով անհնարինն անգամ հնարավոր է։ Ուրեմն բարի եւ անփորձանք ընտրություններ մեզ։ Դուք դիտում եք արխիվի մեկ օրը ցտեսություն։